ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսեն գլոբալ միջազգային կազմակերպության նախագահ Անդերս Ֆան Ռասմուսենը Հայաստան է եկել ողջունելու Նիկոլ Փաշինյանի իր բառերով խիզախությունը, որ պատրաստ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Կարծում եմ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով խաղաղության։ Մտահոգ է Ռասմուսենը, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի 17 կետերը համաձայնեցնելուց 3 օր անց Բաքուն Երևանին սկսեց մեղադրել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման համար։ Իջևանում ասուլիսից առաջ Ռասմուսենը հանդիպել է հայ-ադրբեջանական սահմանի եվրադիտորդներին։ Չունեմ որևէ տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել։ Անկեղծ ասած, շատ մտահոգում է Ադրբեջանի այս հռետորաբանությունը։ Հայլուրի հարցին, թե մտահոգ լինելուց ու կոչեր անելուց բացի ՆԱՏՕ-ական երկրները ինչ կարող են անել զսպելու Ադրբեջանին։ Եվրաատլանտյան դաշինքը 5 տարի ղեկավարած Ռասմուսենը այսպես է պատասխանում։ Շատ լավ հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Հուսով եմ միջազգային հանրությունը դաս է քաղել եւ իր կողմից առավելագույնը կանի ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Տավուշի մարզկենտրոն Իջևանում ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը հույս է հայտնում, որ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը կնպաստի ոչ միայն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև կզարգացնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի առևտրատնտեսական կապերը։ Ռասմուսենը վաղը Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպելու։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։